Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը հերթական անգամ մերժեց նախկին արտգործնախարար Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը։ Փաստաբանը պահանջում էր դադարեցնել պարոն Օսկանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ կարճել քրեական գործը։ Իմ հիմնական փաստարկներից մեկը նա է, որ Վարդան Օսկանյանն այս ողջ ընթացքում գործարքի հանդիսացել է փաստացի անձնակատար, այսինքն Ջոն Հանսմանի նվիրատվության պայմանագիրը իրագործող։ Փաստաբանի խոսքերով ազգային անվտանգության ծառայությունն իր մերժման մեջ նշել է, որ գումարը գոյացման իսկ պահից գրեթե հանդիսացել է հիմնադրամի սեփականությունը, հետեւաբար հիմնադրամը տուժող է, քանի որ ինչ-որ գումարներ են այդտեղից ծախսվել։ ԱԱԾ-ի մերժման տեքստը պարոն Աթանեսյանին հիմք է տալիս եւս մեկ անգամ ասել, թե Վարդան Օսկանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Շատ ցավալի է, որ մեր համակարգը իր ամենաբարձրագույն ներկայացուցիչներով կարող է նման բացահայտ կեղծիքների գնալ։ Պարոն Աթանեսյանը ԱԱԾ-ից պահանջել էր նաև ներկայացնել այն նյութերը, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործը։ Երբեմն մերժվել է, չեն տրամադրել, որտեղ ակնհայտ է, որ բանկային գաղտնիքը ոտնահարված է։ Վարդան Օսկանյանը մինչ օրս հրաժարվում է ցուցմունք տալ նախաքննության մարմնին իր հիմնադրած Civitas-ի դեմ հարուցված քրեական գործով, որով իրեն մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի գումարներ յուրացնելու համար։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց, որ պարոն Օսկանյանը հունիս ամսին արդեն մանրամասն ցուցմունք է տվել։ Այնուհետև, երբ որ պարզ դարձավ, որ սրա հետևում ինչ-որ այլ բան է կանգնած, ինչպես պարզ դարձավ հիմա էական չի, բայց երբ որ դա պարզ դարձավ, դիրքորոշումը փոխվեց պարոն Օսկանյանը, ասաց ինչ խոսել մարդկանց հետ, որոնք միևնույն է կոդայիչներն են։ Տիգրան Աթանեսյանն այսօր չհայտնեց, թե երբ կխոսի ամերիկացի գործարար Civitas հիմնադրամին բարեգործության իրականացման համար խոշոր գումարներ փոխանցած Huntsman International-ի սեփականատեր Ջոն Հանսմանը։ Տաթևիկ Ազիզբեկյան, Սերգեյ Սարվազյան, IPF։